Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Հակոբյան, չնայած դուք ասացիք, որ շողակաթի թեմայով չեք խոսել, բայց ես ուզում եմ ամեն դեպքում հարցնել, դուք ինչպես եք գնահատում որպես ոլորտի ներկայացուցիչ, նաև դուք այդ ոլորտում հնաբնակներից եք, շատ լավ գիտեք ինչ է կատարվում։ Երբ որ վարչապետ Մայրաթոր հակասությունները սկսվեցին, դրանից հետո հենց այդ ֆոնին իշխանականները քայլեր ձեռնարկեցին, օրենք բերեցին, որ շողակաթին զրկեն հանրային հեռարձակման հնարավորությունից, որը կրթական մշակութային հոգևոր ալիք է։ Սա մեկնաբանվում է որպես վրեժխնդրություն հաշվեհարդար քաղաքական գաղափարական հակառակորդների հետ։ Դուք այս երևույթը ինչպես եք գնահատում։ Ի վերջո իշխանությունը կրթական լրատվամիջոցը մշակեն զրկեց հանրային միջոցներով հեռարձակվելուց, ինչը նաև այսպես կարևոր է, պահանջ է, հանրային հեռարձակողի խորհուրդը դրան դեմ էր։ Տեսեք, այդ նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, նաև մեր հանձնաժողովի անդամները այդքան էլ հաշ չեն այդ որոշմանը հետ եւ մենք գտնում ենք, որ կարելի է շատ ավելի արդյունավետ եւ ճիշտ լուծում գտնել։ Սակայն ես մի ուրիշ բան ասեմ։ Տեսեք, մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն շողակաթը ոչ թե հոգևոր մշակութային հեռուստա ծրագիր էր, այն կրթական մշակութային։ Դուք էլ շատ ժամանակ չգիտեք, եւ այդ փոփոխությունը, որը շատ կարեւոր է։ Խորհուրդն ասել էր, որ շատ փոքր տոկոս է կազմում հոգևոր կրոնական հաղորդումներ, այսպես ասենք։ Հոգևոր կրոնական հաղորդումներ կրթական մշակութային ալիքում չպետք է լինեն։ Հասկանում եք, որովհետեւ կրթությունը եւ մշակույթը շատ ժամանակ, կրոնի հետ, կղերական մոտեցումների հետ որևէ կապ չպետք է ունենան, բայց մեր հասարակությունը, մենք բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրեցինք, չձևափոխվեց նաև շողակաթ հեռուստաընկերությունը, եւ մենք այդ մասին հարցումներ արել ենք հանրային հեռարձակողի խորհրդին։ Իմ ասածս ինչա, տեսեք, մենք հասարակությունը, մամուլը խառնում այն ինչ-որ դեպքերի մեջ, երբ որ այդ թնջուկը ինչ-որ լուծում է ստանում, անկախ նրանից ճիշտ թե սխալ, Ես կարծում եմ, եթե շողակաթը կատարեր իր առաքելությունը եւ իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չենք հասնի։ Ես կարծում եմ, չի կարելի մի նույնիսկ հոգեվոր կոչվող ալիքում, եւ Աստծո առաքելությունից խոսալ եւ ցույց տալ քաղաքական բովանդակություն։ Սա երկար չէր կարող տևել եւ դա նկատեց նաեւ հեռուստադիտողը։ Մենք կարող ենք սպասել։ Քաղաքական բովանդակությունը շատ էր, ոչ միայն, մենք մշտադիտարկում ենք, ոչ, քաղաքական բովանդակությունը, մի րոպե, վերջացնեմ, Եվ ուզում եմ ասեմ, ես գնահատական չեմ կալում, ասում եմ, որ դա ես միտքս չավարտեցի, դա տեսավ նաեւ հեռուստադիտողը Եվ վերջի մոտ 1 տարվա ընթացքում մենք արամ ձեզ վերջի 3-4 տարվա կտրվածքում տամ մեզ մշտադիտարկման եւ ռեյտինգների առումով տվյալները, շողակաթի այդ ռեյտինգները կամաց հանգնում են եւ հավասարվել են գրեթե 0-ի։ Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որը գրեթե Հայաստանում լսարան ցավոք չուներ, եւ սա պետք է լուծում ստանար։ Եվ ավարտեմ, շատ չեմ ուզում ծավալվեմ, որտեղ դա արդեն օրենք է եւ օրենքի ճիշտ եւ սխալը հանձնաժողովի նախագահան կամ անդամը իրավունք ունի մեկնաբանելու, բայց մենք սկսեցինք անդրադառնալ այս խնդրին, երբ որ գնացքը արդեն գնաց։ Ես կարծում եմ, որ հետաքրքրված, մտահոգված հասարակությունը շատ ավելի շուտ պետք է ուշադրություն դարձնել շողակաթի բովանդակությունը, սրանով ես Ներողություն, պարոն Հակոբյան, դուք որ ասեցիք քաղաքական բովանդակություն, Գայանե ջան, Խնդրեմ, Դուք նշեցիք, որ ռեյտինգներ ընկել խնդիրներ էր, բայց ես ինչի մասին եմ խոսում, դուք կարող եք որպես ոլորտի մասնագետները, նախ հանրային հեռարձակողն արդեն ասել կապ չունի, եթե նույնիսկ մեկնատեսնում դա իմպերատիվ պահանջ է, պիտի լինի կրթական մշակութային իմպերատիվ պահանջ։ Ժամանակ, երբ որ իրենք քաղաքական բովանդակություն թեպուզ 1 օր ցույց տվեցին, ճիշտ չէ իրենց դիտողություն անել, նկատողություն, խորհուրդ տալ, փոխել, բայց հենց այդ հակամարտության եթե դա լինեին լիցենզավորված կազմակերպություններ, մենք այնտեղ դեր ունենք։
այն հեռարձակողները, որոնք հանրային են, հա, մեր լիազորությունները սահմանափակ են։ Ես դրա համար եմ ասում, բոլոր այդ խնդիրներով դիմեք հանրային հեռարձակողների խորհուրդ։ Մենք տարբեր ձևով կարանք բան անենք, բայց ձեզ ի՞նչն է հետաքրքրում, հա։ Որ քաղաքական ենթատեքստով Ձեզ հետաքրքրում է քաղաքական ենթատեքստով, թե շողակաթը իր առաքելությունը կատարում էր եւ լսարան ուներ, թե չէ։ Շատ կարևոր բան է, որովհետեւ եթե շողակաթը ունի այլ նպատակներ եւ խնդիրներ եւ ֆինանսավորվելով եկեղեցական կառույցների կողմից ունեն, հա, ինչ որ տեսլական, նրանք դրա մասին ասվել են, նրանք կարող են շատ հանգիստ շարունակել իրենց գործունեությունը, ստանալ լիցենզիա, եթե նույնիսկ լիցենզիա չստանան, հենց վաղվանից նրանք բոլոր, հա, կաբելային ցանցային օպերատորների փաթեթներում կարող են լինեն, իսկ այսօր ցանցային օպերատորները, հա, լսարանը իրենց կազմում է մոտ Հայաստանի բնակչության մոտ 80%-ը, որևէ բան չի կորչում, կորչում է միայն պետության կողմից ինչ որ չափով ֆինանսավորումը։ Ես նորից եմ կրկնում, ֆինանսավորումը այլ է, բովանդակությունը այլ է։ Մենք պետք է գտնենք մեր համար առաջնությունները։ Մեր համար հանձնաժողովի առաջնությունը դա բովանդակությունն է։ Այն բովանդակությունը, որ պարտավոր է ապահովել հանրային հեռարձակողը, ինձ թվում է չէր ապահովում։ Բայց նորից եմ կրկնում, մենք այստեղ գործառույթ չունենք։ Դուք սխալ հասցեատեր եք ընտրել ինձ այսպիսի հարցեր տալով։ Խնդրեմ, արդյոք պետության տրված գումարով շողակաթը չպետք է այդ կրթական մշակութային կոնտենտը պատրաստել, իսկ եկեղեցու տված գումարով այդ եկեղեցական հոգևոր հաղորդումները, կարծեք թե այդպես էր պայմանավորվածությունը։ Տեսեք, որևէ գրավոր պայմանավորություն չկա, որևէ պայմանագիր չկա, հա, ոնց են կիսում, այսինքն ես փողը տալիս եմ, որպեսզի այսպիսի, հա, բովանդակություն լինի, պետությունը փողը տալիս է, որպեսզի այդպիսի բովանդակություն լինի, եւ դա անտրամաբանական է։ Այն կառույցը, հա, շատ խալխուլ ձեզ ասեմ, որովհետեւ այն որոշումը, որ ընդունված են, հանրային հեռարձակողի ֆինանսավորումը տալ նաեւ, հա, ոչ պետության, հա, կառույցներին, դա բերեց այս կոնֆլիկտին։ Մենք դրա ուշադրություն չենք դարձնում, ես այդ մասին խոսացել եմ եւ վեհափառետ մոտ 15 տարի առաջ եւ գտել եմ, որ դա սխալ է, դրա մասին մենք խոսացել ենք եւ ազգային ժողովում, ես դրա մասին խոսացել եմ եւ որպես հանձնաժողովի նախագահ, որ այսպես շարունակվել չի կարելի։ Հանրային հեռարձակողը պետք է լինի հանրային խորհրդի վերահսկողության տակ։ Ինքը չի կարա լինի, դուք պատկերացրեք հիմա մի քանի հանրային հեռարձակող, մեկը, չգիտեմ, գնա մի հասարակական կազմակերպությունը, մյուսը գնա, չգիտեմ, ավետարաչական եկեղեցու, չի լինում այդպես, սա ելի եմ ասում, չգիտեմ ինչ կամով էր, հա, ինքը արդյունավետ լուծումը կամ ճիշտ, բայց այս լուծումը պայմանավորված էր այդ շողակաթի ոչ հստակ, հա, օդից կախված իրավաբանական պատկանելությամբ, սա է։